Սա քերելու մշակույթը ամրապնդելու օրինակ է։ Բյուջեն լցնելու համար նախագիծ է։ Հայտարարագրումից հեռու գնանք, շարից փորձանքից հեռու։ Հարկ տալը երբեք չի կարելի համարել հպարտության առիթ։ Այն սովորական պարտավորություն է, երբ բոլորը վճարեն, ես էլ կտամ։ Մեծարգո վարչապետ, հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Սրանք նախադասություններ են, որ լսել եմ այս ընթացքում քաղաքական ընդդիմախոսներից սկսած վերջացրած քաղաքացիներով։ Փորձել եմ ուսումնասիրել, հասկանալ լավ ինչն է պատճառը, ինչն է խորը թաքնված խնդիրը, ինչը որտեղ է սխալ գնացել, որ բյուջեն լցնելը, հարկ տալը 21-րդ դարում Հայաստանի հասարակության մի որոշ հատվածի համար համարվում է թուլություն, իսկ կարգապահ հարկ վճարողը ժողովրդական լեզվով ասած հարիվ։ Երբ նայում ենք մեր վարքաբանությանը, ընդհանրապես հասարակության վարքաբանությանը, որը չնայած շատ է վերափոխվել այս տարիների ընթացքում, տեսնում ենք դրսևորումներ, որոնք գալիս են անցյալի սոցիալական ժառանգությունից։ Մի քանի բնորոշ օրինակներ, որոնք հստակ ցույց են տալիս, ինչպես է անցյալի վատ փորձը ձևավորել այսօրվա սոցիալական վարքագիծը։ Վաղանցիկ հարմարվողականություն եւ մեկ օրվա մտածողություն։ Ցուրտ ու մութ տարիները սովորեցրեցին մարդկանց ապրել օրը օրով, չմտածել երկարաժամկետ, չվստահել համակարգային լուծումներին։ Սա բերեց ռեֆլեքս. ինչ էլ լինի, ես իմ գլուխը կպահեմ, պետությունից բան չսպասեմ։ Պետական սեփականության նկատմամբ անձնական պատասխանատվության բացակայություն։ Խորհրդային ժամանակներում պետական գույքը չէր դիտվում որպես անձնական։ Հետևաբար ձևավորվել է վերաբերմունք, պետականն ազատ է, կարող ես վերցնել, վնասել, անտեսել։ Խուսափողականություն ու գլուխ հանելու մշակույթ։ Խորհրդային համակարգում մարդիկ սովոր էին պետությունից թաքցնել իրականությունը, գույքը, եկամուտը, կարծիքը։ Անցումային շրջանում սա խորացավ, երբ համակարգը անկայուն էր, օրենքները խտրական։ Այսօր սա արտահայտվում է, երբ նույնիսկ օրինապահ քաղաքացին փորձում է իր ճարով հեռու մնալ պետությունից, չհայտարարել գույք, չգրանցել եկամուտ, չբողոքել դատարան։ Պետությունը դիտարկել որպես օտար, ոչ սեփական։ Շատերը պետական համակարգը չեն ընկալել որպես իրենց կողմից կառուցված։ Պետությունը եղել է վերևից թելադրող մի մարմին, ոչ թե գործընկեր։ Այսօր այս մտածողությունը դրսևորվում է, երբ քաղաքացին ասում է. իրենք են պետությունը, մենք մշտապես տուժողն ենք։ Այս դեպքում հարկերը դիտվում են որպես խլած, ոչ թե ընդհանուր ներդրում։ Երբ ավելի հեռուն գնանք մեր պատմական անցյալի մեջ, կտեսնենք դրսևորումներ, որոնք մեր գենետիկ հիշողության մեջ դեռևս առկա են։ Օսմանյան կայսրության ժամանակ հայերը երկար ժամանակ հարկ են վճարել Օսմանյան պետությանը, որպես գյավուրներ, ոչ մուսուլման հպատակներ։ Հարկահավաքությունը եղել է խտրականության գործիք, հաճախ ուղեկցվել է բռնությամբ, նվաստացմամբ։ Օրինակ խարաջի գլխահարկի պարտադիր հավաքագրում, որը արհամարական մոտեցմամբ էր իրականացվում։ Հետևանքը հարկի ընկալումը որպես զրկանքի ու նվաստացման խորհրդանիշ։ Պարսկական կայսրության ժամանակ հին եւ միջնադարյան շրջանում Հայաստանի որոշ հատվածներ գտնվել են պարսկական ազդեցության տակ, որտեղ հարկերը հավաքել են պետական կառավարիչները, հաճախ հարկադրաբար։ Պարսկական վարչական համակարգը նույնպես չէր ընդունում հայերին որպես լիարժեք իրավունքի կրող, այլ որպես հարկատու հպատակներ։ Հետևանքը հարկը որպես օտարի իշխանության դրսևորում, ոչ սեփական պետության պատասխանատվություն։ Տնտեսական ճնշում եւ պետական կառուցվածքի բացակայություն։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ պետականություն չունեցող, բայց մշակույթով հարուստ եւ կազմակերպված ազգ է եղել։ Այդ ինքնակազմակերպված կենսաձևը սովորեցրել է հույսը չդնել պետության վրա եւ հարկ վճարելու գաղափարը կապվել միայն իզորու ուժի պահանջի հետ, ոչ թե փոխհամաձայնության։ Հետևանքը մշակութային վարքագիծն է, պետությանը արժի հեռու պահել, որտեղ նա վտանգ է։ Ինչպես է սա պահպանվել սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Այս փորձառությունները սերունդների մեջ պահպանվում են պատմվածքների, ժեստերի, զգուշավորության, նաև լռության մշակույթի միջոցով։ Օրինակ, պետությանը ոչինչ մի պատմիր, գույքդ մի գրանցիր, եթե փող ունես, աչքից հեռու պահիր։ Սրանք միայն խրատներ չեն, դրանք վախի մշակութային փոխանցումներ են, որոնք գալիս են դարերի ընթացքում կուտակված իրական ռիսկերի պատմությունից։ Այս փորձառությունները կուտակվել են որպես կոլեկտիվ տրավմա, ոչ միայն անհատների մեջ, այլ սերնդեսերունդ փոխանցվող հիշողությունների ձևով։ Ինչ է սա նշանակում այսօրվա համար։ Հայաստանում պետության հանդեպ վերաբերմունքը միայն ներկա համակարգի խնդիր չէ։ Այն շերտավոր ժառանգություն է, որում միախառնվել են պատմական տրավմաները, մշակութային գենետիկ հիշողություններ, սերնդեսերունդ փոխանցվող վարքագծային կոդեր, իրավական ու քաղաքական անկայուն փորձառություններ անկախությունից հետո։
Այս վախերը չեն գործում մեկ առ մեկ, դրանք փոխկապակցված են։ Վախը անարդարությունից թույլատնում է վստահությունը, առաջացնում է վախ պետության նկատմամբ, խթանում է ինքնապաշտպանական վարքագիծ։ Սա մի շղթա է, որը չի կոտրվում պատժելով կամ միայն օրենք գրելով։ Այն պահանջում է հոգեբանական վերաբերմունքի փոփոխություն, համակարգային թափանցիկություն եւ սոցիալական վստահություն վերակառուցելու խորքային մոտեցում։ Ինչ անել։ Մենք պետք է ընդունենք, որ մեր ժողովուրդը պատմական տրավմա ունի։ Այդ տրավման պետք է ճանաչվի, ոչ թե անտեսվի։ Հիմա մենք չենք վճարում օտարին, մենք ներդրում ենք անում սեփական պետության զարգացման մեջ։ Պետք է ստեղծենք հպարտության նոր մշակույթ, հարկերը որպես ազատության խորհրդանիշ, ոչ թե հպատակության։ Ես վճարում եմ, որովհետև ես եմ այստեղի տերը։ Հիմա այս համատեքստում եկեք վերլուծենք, ինչ է համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Ես կիսվում եմ տեղեկատվությամբ իմ պետության հետ, ոչ օտար պետության, իմ տարեկան եկամուտների քանակով։ Ինչի եմ կիսվում, որպեսզի իմ պետությունը կարողանա հեշտ վերլուծի ինձ համար, իմ ընտանիքի համար, մեր բոլորի համար սոցիալական աջակցության ծրագրերը ինչպես ավելի թիրախային իրականացնի, ինչպես ավելի լավ հարկային համակարգ ստեղծի։ Ինչ է տալու դա ինձ։ Ես տեսնելու եմ ինչպիսին է իմ տարեկան ներդրումը թվային ցուցանիշներով, մեր մեծ ընտանիքի կյանքը բարելավել, ինչպես եմ մասնակցել բյուջեի ձևավորմանը։ Հարկ տալը երևի թե միակ երևույթն է, որը ապահովում է բոլորիս միասնականությունը։ Մենք բոլորս միասին ենք կառուցում մեր պետությունը, ոչ օտարի մեր պետությունը, եւ ամեն մեկս մեր ներդրումն ենք ունենում դպրոցի, մանկապարտեզի, ճանապարհի կառուցմանը։ Ես հարկ տալով հոգ եմ տանում ոչ միայն իմ, այլ նաեւ մյուսների կյանքի բարեկեցության համար։ Ես հարկ տալով իմ ներդրումն եմ ունենում այն հավելյալ 4.2 միլիարդ դրամի մեջ, որը հավաքագրվել էր 2018-ից 24 թվականի ընթացքում։ Ես հարկ չեմ տալիս միայն նրա համար, որ պետական ապարատի որևէ պաշտոնյա աշխատավարձ ստանա։ Իմիջիալուս թվային տվյալներով 23-24 թվականներին ամբողջ բյուջեի ընդամենը 8-9%-ն է ապահովում ամբողջ պետական համակարգի աշխատավարձային ֆոնդը եւ գործունեությունը, բայց 42%-ը ուղղվում է հիմնականում սոցիալական ծախսերի վրա։ Սրան է միտված նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսության մի քանի առանցքային կետեր։ Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ։ Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց։ Ժողովուրդը պետությունն է ստեղծում, որպես բարեկեցության գործիք։ Հարստացիր եւ հարստացրու։ Հայաստան իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։ Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն։ Այս բոլոր կետերը առանցքային նրանց բացվածքը ուղղված են հենց այս տրավմաների վերափոխմանը։ Այո, հայ հասարակության որոշ մասի հարկերից խուսափող վարքագիծը ունի խորը պատմամշակութային արմատներ, որոնք բխում են հատկապես այն ժամանակաշրջաններից, երբ հարկահավաքը եղել է օտարի գործիք։ Այս պատմական հիշողությունը հնարավոր է վերածել ուժեղանալու գործիքի, եթե պետությունը ընդունի անցյալի վերքերը եւ կառուցի վստահություն ներկայով։ Եվ ամենակարևորը, մենք պետք է հասկանանք, հարկ վճարելը պետք է դառնա ազգային արժեհամակարգի մաս, ոչ թե վախից, ոչ թե պատժից, այլ հպարտությամբ, արդարության զգացումով եւ հավատով, որ մենք միասին ենք կառուցում Հայաստանի ապագան։ Ես հավատում եմ, մենք ունենք այդ ուժը, ու մենք այս խորհրդարանում պետք է լինենք այդ վստահություն վերակառուցելու պատասխանատուները։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։